Բարի օր, հարգելի ներկաներ։ Այսօր Ռոշյանի հանդիսավոր օր է։ Սկեստոն, սկես հիշատակի օր։ Ուղիղ 45 տարի առաջ իմ կողքին կանգնած արդեն տարեց այս մարդիկ դեռ աշակերտների, որ պատրաստում էին դպրոցահատել և նրանց խնդրում էին հավերժ երիտասարդներ Հայաստանի Հանրապետության երկրորդ աստիճանի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների ասպետ, ընդհանուր խմբերի հրամանատար Կարոս Մկրտչյանը, Արցախի հերոս մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Պաշտպանության բանակի մայոր, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Թևոնդյանը։
Իհարկե 1981 թվականին մեզ հետ դպրոցը չէր ավարտում, բայց մեր տարեկիցն ու պետոհի կարոտի եւ այս հոբելյակներից շատերի դասընկերն է եղել նաեւ Արձիվ Մահապարտեն ջոգատի մարդիկ հետաքույս լեյտենանտ Մազական Բաղդասարյանը։ Հարկ կարոտին, պետոհին ու մնացին։ Հարկ բոլոր վերույթներին։ Հարկ հայոց բանակին։ Այս ամիսավոր միջոցառման բացման խոսքը տրվում է Պրոշյան համայնքի վարչական ղեկավար պարոն Սևակ Բախումյանին։ Արդեն 34 տարի շարունակ հիշում չկործած անապես սպասում ենք վերերոսի վերադարձին։ Սակայն ցավոք այսօր նույնպես կմերել չի։ Ամեն տարի այս օրը մերոնի շատերը հավաքում ենք այստեղ վայրում, մեր հարգույքի ու գրավության խոսքեր այգում հրանտանիքի անդամներին, բարեկամներին ու հարազատներին։ Այսօր այստեղ մեշարկել լրացվել հերոսի դասընկերներն ու ուսուցիչները, ովքեր եկել են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից և արտերկրներից։ Նրանք շուրջ 40 տարի առաջ ավարտել են 33 դասընկերոջ Արցախի հերոս Պետրոս Գերոնցյանի անունը կրող դպրոցը։ Այդ դպրոցում սովորել է նաև մեր մյուս հերոսը, վնասականը Բաղդասարյանը։ Ավերժ նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անուն Հայաստանի Հանրապետության։ Օգտվելով արդից ցանկանում հրավիրել նաև շրջանավար իրենց 45-րդ տարվա առիթով։ Արիք բարձր ծափահարություններով ողջունում եմ։ Մեր հոբելյանական տարվա այս հիշարժան օրը, մեր դպրոցն ավարտելու 45-ամյակը, մենք սկսել ենք մեր հերոս ընկերների, հավերժ երիտասարդ, միշտ ներկա բացակա ընկերների հետ։ Կամավոր հերոսները գրվի դաշտում մնաց, մեր երագույն դրոշը միշտ կացել երան վրա։ Եվ այսօրը հատուկ է ընտրված, քանի որ այսօր կարոտի օրն է։ 34 տարի առաջ այսօրը հունիսի 13-ին մեր համեստագույն ընկեր, բարեկամ եւ հատկապես հերոս կարոտը դարձավ խորհրդանիշ ոչ միայն հայրենասիրության, հերոսության ու նվիրումի, այլ նաև օրինակ ընկերասիրության, ինքնազոհողության։ Նա իր տեսակով պիտի դառնար հայոց բանակի ամուր հիմքերից մեկը։ Նա իր ասպետականությամբ եւ անձնազոհությամբ օրինակ դարձավ հոգատար հրամանատարի, որի գործը ոչ միայն զինվորներին ղեկավարելն ու հրահանգավորելն էր, այլ նաև առաջին հերթին նրանց պաշտպանելը։ Մեծացել են կարոտի, պետոյի և մնացի հետ։ Մեծ պատիվ է և իմ ցանկությունը կլինի, որ ապագա սերունդները ձգտեն նմանվել պետոյին ու կարոտին, մնացին։ Եվ իրենց ընկերներին, ովքեր մեր պանթեոնում են։ Նրանք բերում են ազնիվ կողմից հայքի և մեծ մրերի Արժանի են հայոց հերոս որդիների մեծ պարքի, Մարսպետին ու Անդրանիկի երկնորդներն է քաջարի հայկյան երկրում ձեզ արժանի նոր սերունդներ կծնվի։ Ծնվեցիք դուք ռուսասպիտակ պատերազմով վահանձի, պաշտպանեցիք սուրբ պատիվը որդեգորույց մայրերի։ Շատ եք տեսել կռվի դաշտում Աբդուլհամիդ Ազերի, ոտեմարտում ամեն մեկը 1000 թուրքի կահատի։ Ծնվեիք ու ասրին է քո դպրության մեծ ընտիրի, կլինեիք նարեկացի և կոմիտաս ասկի հայդեր չունվանի։ Հարկ տղեկին ձեզ բարի ապագա հայդերով։ Կարոտի հետ մենք անցել ենք մի ողջ ուսանողություն և ամբողջ ուսանողական տարիներին եղել ենք տարբեր տեղեր։ Եղել ենք Ղազախստանում, եղել ենք Բելարուսիայում,
տարբեր ուսանողական առիթերով։ Նա միշտ որպես մեծարգուն հայ մեր կուրսը ունեցել է այդպիսի պատվավոր։ Իսկ երբ որ 4-րդ կուրս էինք սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մենք ամբողջ կուրսով նվիրվեցինք այդ շարժմանը։ Եվ այսօր մենք ունենք կուրսի հերոս, և երբեք չենք մոռանում նման հերոսներին, փառք մեր հերոսներին։ Ապրել նշանակում է սիրել առաջին հերթին ինքներս մեզ, մեր կողքին գտնվողներին, սիրել կյանքը, և շնորհակալ լինել ամեն վայրկյանի համար։ Իրանք մեզ կոչ են անում, որպեսզի մենք չգիտենք և չանենք։ Իրանք հենց այնպես չեն զոհվել, ու որպեսզի իրանք հոգին լինի խաղաղ, մենք այստեղ պետք է տարածենք միայն բարություն։ Հետևաբար եկեք խոստանանք մեկս մյուսին, որ տալու ենք միայն լույս ու բարություն։